Արմլու լրատվականին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն իրավապահները խուզարկել են դատավոր Արտուշ Գաբրելյանի տունը եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն խոշոր չափերի գումար են հայտնաբերել։ Արմլու լրատվականին հասած տեղեկությունների համաձայն հայտնաբերված գումարի չափը նախնական վարկածի կազմում է $550,000։ Դիմեցինք վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանին փորձելով հասկանալ, թե խուզարկել են արդյոք դատավորի բնակարանը թե ոչ եւ առհասարակ խոշոր չափերի մոտ $550,000 գումար հայտնաբերվել է թե ոչ։ Ի պատասխան փաստաբանը նշեց, որ դատավոր Արտուշ Գաբրելյանի կալանավորման որոշումը բողոքարկել են, նախաքննության շահերից ելնելով այլ բան չի կարող հայտնել։ Հիշեցնենք, մայիսի 2-ին դատավոր Արտուշ Գաբրելյանը կալանավորվեց, նա այս պահին գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտարարություն էր տարածել, նշելով, որ ըստ հակակոռուպցիոն կոմիտեի կաշառք տալու, ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին այցանի ընդհանուր իրավասության քրեական դատանի Շենգավիթի նստավայրում Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն դատավոր Արտուշ Գաբրելյանի վարույթում դեռևս 2011 թվականից մեկ քրեական գործ է քննվել, որը վերաբերել է խոշոր խմբականակի հերոին տեսակի թմրամիջոց Հայաստան տեղափոխելուն եւ Երևան քաղաքում խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Եվ ահա ըստ նախնական վարկածի դատավոր Արտուշ Գաբրելյանը ձգձգել է գործը այնքան, որ լրանա 15 տարին եւ աղմության ժամկետի հիմքով այս գործով անցնող հերոինի պարագլուխի Զորաբի Եզգատյանին պարզից ազատի։ Քրեական վարույթով կալանքի տակ են եւս երկու անձ, որոնցից մեկը դատավոր Արտուշ Գաբրելյանի ընկերն է, իսկ մյուս անձը կաշառք տվողը։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։